Տիկին Գալյան, կամուկացի մեջ եմ, առաջինից երկրորդ ընթերցում բարեփոխման առաջարկ ներկայացնեմ արտգործնախարարության հետ։ Ես մտածում եմ արտգործնախարարությունը կոչենք խաղաղության եւ թրիփի անվան արտաքին գործերի եւ վարդերի արտաքին առևտրի նախարարություն, դա ծիրուն կլինի։ Բայց մի բան ասեմ, ձեր ներկայացած նախագծում բյուջեում փոփոխությունների բաժին կա, ծախսերի ավելացում, պակասեցում։ Արդեն ասացի, որ այս պայդրությամբ ծախսերի ավելացում չի նախատեսվում։ Ինչ վերաբերում է ձեր հարցին, արդյոք առաջարկ անեք թե չէ, եթե դա հարց էր, ապա դա ձեր իրավունքն է։ Առաջարկն ուղարկեք արդարադատության նախարարություն, կդիտարկենք եւ կպատասխանենք ձեզ։ Արձագանք։ Արձագանք։ Տիկին Գալյան, նայեք, ամբողջ երկու նախարարության մի նախարարության անունն է փոխում, հաստիկներ են եւ այլն, սկսած դրոշներից վերջացրած հաստիկներ։ Կարելի է ենթադրել, որ արտաքին գործերի եւ առևտրի նախարարությունից հետո այլևս չենք տեսնելու, մտածում ենք Գևորգ Պապոյանի նախանելու է գործից, եւ չենք ամեն օր տեսնելու Գևորգ Պապոյանի ռիլները, թե օրական քանի վարդ եւ ելակ է արտահանվել Հայաստանից։ Այսինքն էկոնոմիկայի նախարարությունից արտաքին առևտրի ամբողջ գործառույթը հանում եք, տանում եք արտաքին գործերի նախարարություն, թե ինչպես շատ հաճախ է լինում, մի քանի գերատեսչություն անօգուտ զբաղվում են նույն խնդրի լուծմամբ։ Շնորհակալ եմ։ Ոչ, դուք նախագծին երևի չեք ծանոթացել, էկոնոմիկայի նախարարությունը շարունակելու է որոշ գործառույթներ ունենալ միջազգային առևտրի զարգացման համատեքստում, մասնավորապես աջակցելու է միջազգային առևտրի խթանմանը։ Դա նշանակում է, որ ներքին ապրանքաշրջանառության համատեքստում էկոնոմիկայի նախարարությունն է լինելու պատասխանատու ստանդարտների սահմանման եւ այդ ստանդարտների պահպանմանը, այդպիսով նպաստելով, որպեսզի մեր ապրանքները լինեն արտահանելի։ Հետևաբար էկոնոմիկայի նախարարությունը շարունակելու է մեծ դեր ունենալ այս հարցում եւ մեր երկու նախարարությունները գործելու են փոխլրացման տրամաբանության մեջ։ Ասեմ ավելին, կառավարությունը կոլեգիալ մարմին է եւ այսպես թե այնպես մենք մեր լիազորություններն իրականացնում ենք փոխլրացման համատեքստում։